Ներկայացնի, թե ինչ է ներկայացնում մեր եկեղեցին մեզ համար։ Դա ոչ մի սատանա չի հաղթի քրիստոնեությանը։ Այո, տենց, մեր հավատքը շատ ուժեղ է, ու մենք սովորական մարդիկ կհաղթենք, մենք հավատում ենք ու տենց էլ կլինի, անպայման, մենք շատ ենք ուզում, որ Հայաստանի վիճակը հանդարտվի, խաղաղություն լինի, դրա համար մարդիկ պետք է իրար կողքի կանգնեն, հիշեն իստորիան Հայաստանի, ոնց են քայլել եկել հասել մինչև այսօրվան օրը, սխալները ուղղեն, շատ սխալներ կա, ուղղեն, այն ժամանակ Աստված էլ մեր կողմը կլինի։ Այո, ուզում ենք, որ մեր եկեղեցին ուժեղ լինի, այդ բոլորը, դարձի բոլորը, քրիստոնեության։ Փաշինյանն է որոշում վեհապարը հեռանա թե ոչ։ Չէ, Փաշինյանը չի որոշում, Փաշինյանից ավելի վեր գլուխներ կան։ Դրանց եմ ես դիմում, որ քրիստոնեությունը կա եւ կլինի։ Ասացի իմ ասածս, այո, թող բարին հաղթի ու թող սխալները շատ կան, հիմա անուններ պետք չի տալ, պետք չի, բոլորը լավ գիտեն ով է, ու թող բարին հաղթի։ Մեր եկեղեցին, մեր ուժն է, իստորիան է, մենք միասին ենք ուժեղ, դրա համար կհաղթենք, անպայման, այս ինչ որ հիմա կա, էլ չի լինի, կվերանա, հավատում ենք։ Մենք մեզի ստորացրեցինք, մեր սրբությունը եղել, մեր ազգի սրբությունը եղել եկեղեցին, ոնց կարելի էր եկեղեցու դեմ դուրս գալ ու բողոքներ ներկայացնել։ Ես էլ եմ համամիտ եմ, որ սա ուղղակի սա սրբազանների եւ ոչ մեկ ծառայողներն սա ընդհանուր է իրենք իբր բարեփոխում են եկեղեցին, մեկը նաեւ այստեղ է հոգեվոր ծառայություն իրականացրել։ Ես թե իմ ընկերս մենք լավ մոտ ենք եղել այդտեղ ծառայող մեր սրբազանին։ Ուղղակի ես ապշած եմ, ես չէի պատկերացնի այստենց բան։ Սա շատ դժվար է արտահայտվել, որովհետեւ ես անձամբ եմ ծանոթ եղել այդ մարդ։ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, այո։ Ես անձամբ եմ ծանոթ եղել ու ես ուղղակի խոսք չունեմ ասելու դրա մասին։ Ինձ շատ դժվար է այդ հայտնել։ Ես համաձայն եմ ընկերոջս հետ, նույնը պետք է ասել։ Պետք չէ այսպես համաշխարհային դարձնել այս հայտարարությունը։ Ես էլ եմ ասում, միգուցե կար բաներ, ես դեմ չեմ, կարող էր։ Դա պետք է հենց եկեղեցումն հետ մնար ու եկեղեցումն հետ որոշվեր։ Մենք Աստծո ծառայոց ժողովուրդ ենք։ Մենք պետք է ծառայենք մեր եկեղեցուն, մայր եկեղեցուն։ Շատ ծանր ենք, մենք հայերս տանում տելևիզիոն, երբ որ այսպես անպատվում են, կեղտի մեջ են գցում մեր քրիստոնեությունը, ում համար Փաշազադեի հրամայով, Ալիևի հրամայով, եւ պետք է մեր հայ խելքի գա, որ Հայաստանը կործանում է Նիկոլը։ Թուրքերի կողմից ոնց կարելի է, ոնց մեր հավատքին, մեր սուրբ հավատքին, ինչ որ մի Նիկոլ իր կնոջ հետ, այսպես տրորում են Հայաստանը։ Պիտի որ հաղթի մեր կաթողիկոսը։ Վազգեն Միրզախանյանը եւս միացել է 10 տիրադավներին, ինչ կարող եք այդ առումով ասել։ Այդ մասին չեմ կարող ասել։ Սխալ է անում, ես գտնում եմ, որ այդպես չպիտի անի։ Մենք իրեն այստեղից էլ ենք ճանաչում, բայց սա պիտի չլիներ ինչ որ եղել է։ Մարդը կարող է սխալներ ունենալ, ինքը Վազգեն Միրզախանյանն էլ ունեցել է իր թերություններն ու սխալները, բայց եկեղեցուն չենք հարգոծում դրա համար, ամբողջ աշխարհի առաջ մեր եկեղեցուն ամաչեցնում են։ Շատ սխալ է այդ ամեն ինչը, բայց հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կավարտվի ու հայ ժողովուրդը միասին կլինեն միշտ եւ իրեր մեջ կպահեն։ Երբ մեր հայրենիքի մեջ բարձրաստիճան հոգեվորականը անմեղությամբ դատապարտվում է եւ չեմ ընդունում, որ ամենակարևորը չարի զորությունը, որ այսօր ցավոք մտել է նաեւ մեր եկեղեցու մեջ